Բոլոր ճանապարհները բերում են Հայաստան, Արարատ Սարգսյանի կտավներում աշխարհի հնագույն քարտեզներն են, տարբեր ժամանակներում տարբեր ժողովուրդներ փնտրել են դրախտը հայերի երկրում։ Միշտ դրախտը փնտրվել է Հայաստանում, եւ ես ակցենտը այդպես ասած դրել եմ նրա վրա, որ բոլորը փնտրում են Հայաստանում, բացի հայերից։ Արարատ Սարգսյանի կտավները պատմամշակութային հիշողություն են, որը մենք կորցրել ենք, արվեստաբան Վարդան Ջալոյանը համոզված է, գյումրեցի նկարիչը ստեղծել է արխիվ, որը միայն հայերինը չէ, աշխարհի հիշողությունն է այն մասին, որ ԵԴՄ հենց Հայաստանն է։ Պատմական հիշողության պահպանման հիմնական գրավականն է դա իրեն կրկին վերագործարկել է արդեն արվեստի միջոցով։ Վերադարձ դեպի դրախտ ցուցադրության կուրատորը Անտիկյան գալերին է, բայց այս անգամ քաղաքի լավագույն ցուցասրահը հյուրընկալվել է ամերիկյան համալսարանում։ Ակյան սրահն է ներկայացնում դրախտի քարտեզների արտիստիկ ինտերպրետացիան։ Որոշեցինք 2 ամիսը մեկ ամեն տարի 6 ցուցահանդես տարբեր թեմաներով կազմակերպել այստեղ եւ դա կլինի համագործակցություն այս երկու ցուցասրահների միջև։ Դրախտային կտավների ցուցադրությունը բարեգործական է ամերիկյան համալսարանը հասույթը նվիրաբերելու է Հայ Թուանշային գրականության գրադարանին։ Անի Հակոբյան, Ալբերտ Գալստյան, ժամը լրատվական։